Բարև ձեզ, Ազատ ձայն լրատվականը սկսում է հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք Արտաշեսյան հարստության մասին։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, ես արդեն իսկ նշեցի, որ խոսելու ենք Արտաշեսյան հարստության մասին եւ կցանկանամ անմիջապես անցնել առաջին հարցին։ Ուրեմն մեր պատմիչները Քրիստոսից առաջ առաջին դարից մինչև Քրիստոսից հետո առաջին դարը նշում են այնպիսի թագավորների մասին, ովքեր չկան, բացակայում են մեր ակադեմիական գրականության մեջ։ Եվ ո՞րն է դրա պատճառը, կարող եք մանրամասնել։ Մինչև 19-րդ դարի վերջերը բարձրորեն գոյություն չուներ Արտաշեսյան հարստություն եւ այն մարդիկ, որոնց մասին մենք խոսենք, ովքեր փաստորեն մտցրեցին Արտաշեսյան հարստության հասկացողությունը սկզբնական շրջանում, փաստորեն նրանք չէին խոսում հարստության մասին, ասենք հայոց պատմության մեջ Անտոն Գարագաշյանը կամ գերմանական պատմության մեջ Շմիդտը։ Ուրեմն նրանք խոսում էին, որ հակառակը, որ Արտաշեսը եղել է Արշակունյաց հարստության ներկայացուցիչ եւ որ Արտաշեսի շարունակորդը փաստորեն եղել է հաջորդներից Տիգրանը, ասեմ, որ դրա պատճառը նաեւ այն էր, որ մեծ այ պատմաբան Չամչյանը խոսելով ուրեմն Արտաշեսի մասին, խոսքը վերաբերում է երկրորդ դարի Արտաշեսի, ուրեմն նշում է, որ նրա որդու անունը եղել է Արտավազդ, ցավոք սրտի նա չի նշում, թե ինչ աղբյուրից է դա վերցրել, սա պատճառ դարձավ, որ փորձեցին Արտաշես ստրատեգի կապել Տիգրանի հետ եւ ազգակցական կապեր գտնել նրանց մեջ։ Մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը հայոց պատմությունը եւ ոչ մենակ հայերի համար, այլ նաեւ համաշխարհային պատմության մեջ սկզբնաղբյուր ընդունում էր Մովսես Խորենացի, նաեւ մյուս հայ պատմիչները, իսկ եվրոպական պատմիչները, որոնք պետք է նշել, որ հիմնականում իրենց հետաքրքրել է, ասենք, այդ ժամանակաշրջանի Սելևկյան պետությունը, Սելևկյան պետության հարաբերությունները Հռոմի հետ կամ Սելևկյան պետության հարաբերությունները Պարթևների հետ անդրադարձել են հայկական հարցին, հայկական պատմությանը, բայց իմիջիայլոց այնքանով, որքանով դա շփվել է իրենց նյութի հետ, որի համար էլ իրականում մինչև 17-րդ դարի երկրորդ կեսերը հիմնական աղբյուրը համարում էր հայ աղբյուրները, իսկ հռոմեահունական աղբյուրները կամ ասենք հրեական աղբյուրները համարում են միայն եւ միայն օգնական աղբյուրներ։ 19-րդ դարում էր, որ փաստորեն վիճակը անմիջապես փոխվեց եւ կուզենայի խոսել ընդհանրապես այդ ժամանակաշրջանի մասին։ 19-րդ դարի հատկապես երկրորդ կեսից սկսվեց մի շատ հետաքրքիր process, երբ փորձում էին իրենց ավանդույթները, իրենց առասպելները, էպոսի հերոսներին դարձնել պատմական կերպարներ։ Դրան հակառակ Հայաստանում տեղ ունեցավ լրիվ հակառակը։ Եվրոպական պատմաբանների դրդմամբ, ուղղորդմամբ, ուրեմն փորձեցին մեր պատմիչներին, որոնք փաստորեն դեռ միջնադարից փորձել են քննադատական մոտենալ նույնիսկ այդ աղբյուրներին, փորձեցին դրանց վերածել առասպելների եւ փաստորեն բացահայտ գրեցին, որ Մովսես Խորենացին պարզապես առասպելագիր է եւ չի կարելի նրան հավատալ։ 1905 թվականին հայտնաբերվեց մեծ քանակությամբ դրամներ, որոնք ոչ հայ ուսումնասիրողները ուսումնասիրեցին եւ փաստորեն դրամների համեմատման հետ կապված եկան մի շարք հետաքրքիր եզրակացությունների, ապացուցեցին, որ իրականում գոյություն ունեցել եւ արշակունների թագավորության, ինչպես Մովսես Խորենացի հիմնադիր Վաղարշակը, ինչպես նրա որդին, նրա թոռը, որոնց դրամները կան եւ այդ դրամները խիստ տարբերվում են պարթևական արշակներին, սակայն այդ բոլորը փաստորեն շրջանառության մեջ չդրվեց եւ մոռացվեց։ Այժմ էլ փաստորեն Մովսես Խորենացու բերված փաստերը հնագույն նոր ուսումնասիրություններով, հնաբանական պեղումներով ապացուցում են, բայց ցավոք սրտի այդ փաստերն էլ, եթե նորից մտցվում է պատմության մեջ, մտցվում է որպես առանձին դրվագներ, բայց փորձում են անել այնպես, որ ընդհանուր հին տեսությունը փաստորեն չոչնչանա։ Պետք է ասել, որ այդ բոլորը ունեցել է քաղաքական նկատառում, հայ պատմագրությունը մի քանի աստիճանով շատ ավելի բարձր է, քան հունահռոմեականը։ Պարոն Կարապետյան, խոսենք նաև Արտաշեսյան հարստության հիմնադրի մասին, ով էր Արտաշեսը, ումից էր ծագում եւ այսօր ինչպես է նա ներկայացվում։
Քրիստոս առաջ երկրորդ դարում հայոց պատմության մեջ եղել է Արտաշես անունով թագավոր, այժմ ամբողջ Արտաշեսյան, այսպես կոչված հարստության պատմությունը հենվում է Ստրաբոնի մի քանի տողի վրա, որը ես կցանկանամ հիմա բառացի ընթերցել, վերել մեջբերում նրանից։ Ուրեմն Ստրաբոնը խոսելով Հայաստանի մասին սկզբնական շրջանում նշում է, որ իբր թե Հայաստանը եղել է մի փոքրիկ երկիր, որը ենթարկվել է սկզբնական շրջանում պարսիկներին, հետո մակեդոնացիներին եւ հետո նշում է, որ վերջում իշխում էր Օրենտեսը, Շարավիղը Յուդեատասի, որը մեկն էր 7 պարսիկներից։ Սա նկատի ունի Դարե առաջինի ապստամբությունը, երբ որ 7 զորավարները, որոնցից իմիջիալոց գոնե 3-ը հայկական տոհմերի նախնիներ էին, հետագայում գիտենք, որ դրանք հայեր են, ինչպես ասենք Բագրատունիները, դրանից հետո շարունակում է, դրանից հետո Արտաշեսը եւ Զարեը Հռոմեացոնց հակառակորդ Անտիոքոս մեծի զորավարները երկուսի բաժանեցին երկիրը, առաջ իշխում էին թագավորի հրամանի տակ, սրա պարտությամբ հարելով հռոմեացիներին նրա կողմն անցան եւ իրենց թագավոր հայտարարեցին։ Արտաշեսից շարավիրն էր Տիգրանը, իսկ Զարեինը Արտանես ծոփացին։ Ընդհանրեն այս կամ տողը հիմք է տվել, որպեսզի 19-րդ դարից հնարվի ամբողջ մի պատմություն։ Իրականում ինչ է խոսում սրա մասին։ Առաջին ասենք, որ Օրենտեսը, այսինքն Երվանդը, որը հիմա ներկայացվում է որպես այսպես կոչված Երվանդ վերջին, իրականում չէր կարող լինել Երվանդ Արտաշեսից առաջ, որովհետև մենք գիտենք, որ նեմդության արձանագրության մեջ նշվում է Երվանդից հետո եւս գոնե մեկ անուն, որը Երվանդ չէ եւ փաստորեն Երվանդների հարստությունից չի։ Սա առաջին, այսինքն սրանց միջև ընկած ժամանակահատվածը անհասկանալի է։ Խոսում է Արտաշեսի եւ Զարեի մասին, Զարեը որ ծոփքում է կառավարել, Արտաշեսը մեծ հայքում, եւ դրանից հետո անմիջապես անցնում է Տիգրան մեծին, եւ եթե ընդունենք այժմյան թվագրությունը, փաստորեն Արտաշեսը, որը կառավարել է մինչև մոտ 160 թվական Քրիստոսից առաջ եւ Տիգրան 95, փաստորեն ասում եմ 70 տարի, որը բացառապես դատարկ է, որի համար էլ մեր ակադեմիական հրատարակություններում, մեր գրքերում մտցրել են ինչ որ արտավազդ, մեր հայոց պատմության մեջ նշվող արտավազդ չարը, որը Մասիսի քարանձավում փակվել է, ու պատկերացրեք մի մարդ, որը հայկական առասպելներում այդպես հսկայական տեղ է գրավում, որի մասին կա բազմաթիվ առասպելներ, նրա պայքարը, ասենք, երկրորդ գահը տիրելու համար, մուրացյանների տոհմի ոչնչացման, Բագրատների զբարապետի կոչումը, զավթելը եւ այլն, իր պայքարն, իր եղբայրները, եւ դա ընդհանրապես պարզվում է, որ հայոց պատմության, համաշխարհային պատմության մեջ մնացել է միայն մեկ տող եւ եւս մեկ տող հնարված, որ իբր թե արտավազդի ժամանակ ուրեմն տեղի ունեցել պատերազմ պարթևների եւ հայերի մեջ եւ նա իր եղբոր որդուն Տիգրան II-ին պատանդ է հանձնել պարթևներին։ Ամբողջ պատմությունը, եթե մենք նայենք, կտեսնենք, որ չկա այդ ժամանակաշրջանում մի այնպիսի իրավիճակ, երբ որ ուրեմն Հայաստանը ստիպված լիներ պայքար մղել ուրեմն բուն պարթևների դեմ, չնայած որ իրականում գոյություն ուներ պարթևների եւ հայերի մեջ ընթարում Արտաշեսը իրական ասացին կերպար է եղել, այն որ նրա հայրը կոչվել է Զարե, նաեւ այն որ նրա հետ կառավարող Զարեհը ծոփքում նորից նաեւ հետագայում մենք տեսնում ենք, որ այս տոհմածառի մեջ տոհմում Զարի անունը բավականին շատ է նշվում, չէր կարող Անտիոքոսը Սելևկյան պետության թագավորը պատահական մարդու փորձեր նստեցնել հայոց գահին, հավանական է, որ սա եղել է Երվանդունների կողմնակի ճյուղը, Զարեյանները, որոնք հետագայում էր մինչև միջնադար գոյություն ունեն, հավանական է, որ այս տոհմն է, որ փաստորեն կառավարել է, նաև ասենք, որ երբ որ ուրեմն արքայական ոստաններ կային, կար նաև Զարեյանների ոստանը,
որը նշանակում է, որ Զարյանների թագավորական տոհմ Հայաստանում եղել է եւ հավանական է, որ Արտաշեսը եւ Զարեը իրականում եղել են այս տոհմի ներկայացուցիչները։ Նաեւ հունահռոմեական աղբյուրներից հայտնի է, որ Արտաշեսը շատ ակտիվորեն մասնակցել է հատկապես արևմուտքի տարածքների վերաբաժանմանը, որովհետեւ Սելևկյան պետությունը խիստ սկսել էր թուլանալ եւ բնական է, որ Հայաստանը, որը փորձում էր առաջին հերթին իր հողերը միավորել, պետք է ակտիվորեն մասնակցել այդ պատերազմին, դաշնակցելով, ասենք սկզբում ծոպքի հետ, հետագայում նաեւ փորձեց ծոպքը միավորել իրեն, բայց ցավոք սրտի հռոմեական ազդեցությունը հզորացել էր եւ փաստորեն Հռոմը կարողացավ թույլ չտալ, որ ծոպքը Արտաշեսը միավորեր։ Սակայն այստեղ Դիոդոր Սիցիլիացին եւ Ապիանոսը նշում են, որ Քրիստոս առաջ 165 թվականին Արտաշեսը, օգտվելով նրանից, որ Անտիոքոս 4-րդը արշավանք էր սկսել Եգիպտոսի դեմ, գրավում է տմորիքը, որի հետևանքով էլ Անտիոքոսը արշավում է Արտաշեսի վրա եւ պարտության մատնում նրան։ Մեր ակադեմիական հրատարակությունում գրում է, որ չնայած արյունահեղ ճակատամարտ տեղ ունեցավ, բայց Արտաշեսը պահպանեց տմորիքը։ Սակայն ունեն հռոմեական պատմիչները գրում են, որ Արտաշեսը պարտվեց եւ պահպանեց տմորիքը այն պայմանով, որ ստիպված եղավ դառնալ Սելևկյան պետության դաշնակից։ Այսինքն, մինչև 165 թվականը, եթե Արտաշեսը հակադրության մեջ էր գտնվում Սելևկյան պետության հետ, ապա 165 թվականից հետո նա դառնում է Սելևկյան պետության դաշնակիցը։ Իհարկե խոսել, որ այս պարտություններ միայն պատճառը չի կարելի, որովհետև Հայաստանի հարավ-արևելքում տեղի ունենում այլ իրադարձություններ, որը դառնում էր Հայաստանի համար շատ ավելի վտանգավոր, քան արդեն թուլանալու ճանապարհը բռնած Սելևկյան պետությունը։ Բանը նրանում է, որ մոտ Քրիստոս առաջ 250 թվականին հին Պարսկաստանի տարածքում իշխանության են եկել պարթևները, պար կամ ապար ցեղը, մի փոքրիկ ցեղ, որը ըստ հռոմեացիների աղբյուրների իբր թե ծագում է սկյուտական փախստականներ բառից, որը հիմնավորված չէ, Մոսես Խորենացին ասում է, որ նրանք ընդհանրապես Աբրահամի տոհմից են, որը նորից կապված է միջին դարերի հետ եւ փորձում էին իբր ընտրյալ Աբրահամյան ծագում բերել բոլորին, ամենայն հավանականությամբ կան այլ աղբյուրներ, որոնք խոսում են, որ պար ապար ցեղը իրականում Վաղարշակյանների հայկական տոհմն է, որոնք Սյունյաց ավելի փոքր ճյուղն էին, որոնք շատ ավելի վաղ հեռացել էին Այժմյան Միջին Ասիա եւ փաստորեն փոքր ցեղ լինելով պահպանեցին իրենց գոյությունը եւ այդ դա էլ հենց որ իրենք փոքրաթիվ էին եւ վտանգ չէին սպառնում մյուս հենց եվրոպական այրական ժողովուրդներին, կարողացան դառնալ այն միավորվող ուժը, որը փաստորեն դարձավ ապագա պարսկական պետության հիմնադիրը։ Բայց ուրեմն այս հարստության հիմնադիր Արշակ մեծը կարողացավ հաջող մարտեր մղել եւ հիմք դրեց պարթևական պետությանը, Սելևկյան պետությունը մի քանի անգամ հատկապես Անտիոքոս 3-րդը հարձակվեց եւ կարողացավ, ասենք, հետ գրավել նորից միջագետ, նույնիսկ մտավ պարթևական բունտարացներ, բայց ի վերջո պարթևները կարողացան իրենց անվտանգությունն ապահովել եւ կարողացան տարածվել դեպի արևելք եւ փաստորեն 160 թվականին նրանք արդեն մտան, գրավեցին Մարաստանը, գրավեցին Միջագետքը եւ բնական է, որ սպառնում էին Հայաստանին եւ ամենայն հավանականությամբ սա է պատճառը, որ Անտիոքոսի զորահրամանատար տար Արտաշեսը պայմանագիր կնքեց Սելևկյանների հետ ընդդեմ հզորացող պարթևների։ Դաշինքը փաստորեն պահպանվեց գոնե մինչև 160 թվականը Քրիստոսից առաջ, որովհետև գիտենք, որ այդ ժամանակաշրջանում էր, որ Անտիոքոս 6-րդը արշավեց եւ սկզբում մի քանի հաջող մարտեր մղեց, սակայն ի վերջո պարտություն կրեց եւ սպանվեց պատերազմում եւ գիտենք, որ այդ ժամանակ էր, որ հայկական զորքերը մտան Ատրպատական եւ ինչպես նշում է Ստրաբոնը, գրավեցին Ատրպատականից որոշ տարածքներ
եւ դրանից հետո փաստորեն պարթևական զորքերը հայտնի Հովյանոսից կարողացան մտնել եւ ամբողջությամբ նորից գրավել Մարաստանը, ասեմ որ Մարաստանի հասկացողության տակ մտներ ոչ միայն Ատրպատականը, այլ նաեւ Հյուսային միջագետքը, Բաբելոնը, հռոմեական պատմիչ Հուստինիոսը նշում է Քրիստոսից առաջ 161 թվականին Միրդատ առաջինը սա հայոց պատմության մեջ հայտնի Արշակ երկրորդ մեծն է, որը կառավարել է ուրեմն Քրիստոսից առաջ 174-122 թվական ըստ Մովսես Խորենացի, իսկ եվրոպական պատմիչների կարծիքով 174-ից 138 թվականներին գրավեց Մարաստանը եւ իր եղբայր Վաղարշիսին թագավոր կարգեց Մեդիայում։ Հետաքրքիր է որ Մովսես Խորենացին խոսելով Վաղարշակի մասին նշում է որ նրա հետ Հայաստան է գալիս Բագրատը, որը ամբողջ եվրոպական ժողովուրդների քրմապետական դասն էր, Ադիաբենեի գլխավոր քրմապետն էր, նույն է տոհմից էին եւ փաստորեն Վաղարշակն էր, որ կարողացավ ընդունել աջակցությունը Հյուսային միջագետի, որը շատ երկար ժամանակ եղել էր հայկական նախարարական տոհմերի հայկական թագավորության մասը, Քրիստոսից առաջ 134 թվականին արդեն մտավ Հայաստան եւ տեղական աջակցություն ստանալով Վաղարշակը մտավ Հայաստան եւ փաստորեն արշակունիները նստեցին հայոց գահին։ Ովքեր են Արտաշեսին հաջորդող թագավորները։ Կամ Արտաշեսը, կամ Արտաշեսի որդին պարտություն են կրել Միրդատ մեծից կամ Արշակ մեծ երկրորդ մեծից եւ հավանական է որ նրա որդին կամ թոռը թիվը խնդրում եմ հիշեք 160-ից 159 թվականներին ստիպված եղել իր տղային կամ թոռանը, չգիտեմ որ մեկը պատանդ հանձնել պարթևներին եւ բնական է որ դա չէր կարող լինել Տիգրան II-ը, որը պետք է հայոց գահի նստել 95 թվականին, որտեղ արդեն 70 տարուց ավել է եւ դժվար թե մարդը պատանդ մնար եւ հետո կարողանար այդպիսի գործեր անել։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք, որ Վաղարշակը Քրիստոսից առաջ 134 թվականին օգտվելով նրանից, որ հայոց գահը թափոր էր, մտավ Հայաստան, եթե իրականում կա պատանդության խնդիր, ապա խոսքը վերաբերվում է այլ Տիգրանի, որը փաստորեն երևի այդ թվականին պատանդության շրջանում մահացել է եւ փաստորեն գահն ազատված էր հայոց եւ Վաղարշակը, որը արդեն ուներ մեծ տարածքներ, հանձինս ասեցինք Ատրպատականի Հյուսային միջագետքի, կարող էր արդեն փորձել գրավել Հայաստանը եւ շատ հետաքրքիր որ Մովսես Խորենացին նշում է որ Վաղարշակի եղբայրը նրան ուղարկում է Հայաստան, նշում է թե ինչ սահմաններ նա իրավունք ունի գրավելու, որով խոսքը վերաբերում է նրան որ փաստորեն Հայաստանը դեռևս ամբողջությամբ չէր գրավված արշակունների կողմից, նորից Մովսես Խորենացին նշում է որ հայոց զորքերի մեջ մտնում է նաեւ Հյուսային միջագետքի եւ Ատրպատականի զորքերը, որը եւս մեկ անգամ հաստատում է մեր ասած հունահռոմեական աղբյուրները, որ Վաղարշակ սկզբնական շրջանում եղել է այդ երկրների թագավորներ։ Քրիստոսից առաջ 20 թվականից, երբ մեր ակադեմիական հրատարակության մեջ նշվում է, որ Հռոմում երկար ժամանակ պատանդ մնացած Տիգրան III-ը, որը ուներ հռոմեական կրթություն, եկել է Հայաստան, եւ նա նշում է, որ 20 թվականից Հռոմի ենթակա տարածք է Հայաստանը։ Եվ Վասակը մերժում է նրան եւ հայտարարում Հռոմի իշխանությունը եղել է ձևական, իսկ իրականում պատկանել է Պարթև արշակունիներին։ Ոչ ոք չէր կարող միջազգային այդ բանակցությունների այդ մակարդակում չունենալով փաստեր կարողանալ այդպիսի մերժվական պատասխան տալ հռոմեական զորավարին, երբ որ նա, ասենք, նաեւ այդ դրամական դրամներն են հասել մեզ հա Տիգրան III-ի, դրանից հետո Արտավազդ III-ի, հետո Տիգրան IV-ի եւ փաստորեն Վասակը չի մերժում, որ այդպիսի թագավորներ արքաներ եղել են, բայց նա նշում է, որ դրանց կառավարումն է ձևական եղել։ Այսինքն դեռևս անհրաժեշտ է պարզել, թե այդ արքաները որ տարածքում են թագավորել եւ արդյոք նրանց իշխանությունը տարածվել է ամբողջ հայկական լեռնաշխարհի վրա, նամանավանդ որ ասենք Մովսես Խորենացին նշում է հայկական մայրաքաղաք Մծբինը նույն ժամանակաշրջանում, իսկ հունահռոմեական պատմության մեջ Արտաշատը,
որը ի վերջո, եթե ուրիշ բան չասենք, չափից դուրս մոտ էր Վրաստանին եւ Աղվանքին, հյուսիս Արևելյան Հայաստան, որտեղ կանգնած են հռոմեական լեգիոնները եւ կարող էր այս տարածքները փաստորեն ընկնել հռոմեական գերիշխանության տակ, այսպես կոչված ձևական իշխանության տակ, որի համար էլ, ասենք, հայկական մնացած տարածքներում չեն հայտնաբերվել հռոմեական լեգիոնների նստավայրերին վերաբերվող արձանագրություններ, իսկ այ, ասենք, այս հյուսիսարևմտյան տարածքում իրականում նաև հայտնաբերվել են։ Նաև շատ հետաքրքիր մեջբերում եմ ուզում անել ոչ թե հունահռոմեական, այլ հայկական պատմիչից Հովսեփոս Փլավդիոսից, որը համարվում է իր ժամանակաշրջանի ամենաարդարացի, ամենաճշգրիտ պատմիչներից մեկը, խոսելով Անտոնիոսի արշավանքի մասին, Հայաստան, որպեսզի պատժի իբր թե Արտավազդ II Տիգրանի տղային դավաճանության համար, այդ պատմությունը բոլորը գիտեն, նա ուրեմն գրում է. Կլեոպատրան նրան, այսինքն Անտոնիոսին, ուղեկցեց մինչև Եփրատ գետը, որտեղից Անտոնիոսը արշավեց Հայաստան։ Ոչ շատ ժամանակ հետո վերադարձավ պատերազմից ողջ ավարը, դրամը եւ Տիգրանի որդի Արտավազդին, այդ Պարթևին, որպես նվեր Կլեոպատրային հանձնեց։ Այսինքն, հենց այդ ժամանակաշրջանի պատմիչը, ուրեմն Արտավազդին կոչվում է Պարթև։ Ուրեմն հայ պատմիչները, նույն Գարագաշյանը, նաև Գրքաշարյանը, ասում են, որ այս պահին նա սխալվել է եւ ապացուցելու համար նրա սխալ լինելը մեջբերում են անում ուրեմն Դիոն Կասիոսից, որը նույն Արտավազդի մասին խոսելուց նրան կոչում է Արմեն։ Դիոն Կասիոսը գրում է, որ հայոց թագավոր Արտավազդը նաև անդրադառնում է Մարաստանին եւ ասում է նույն անունը կրող Մարաստանի թագավորը իրար հետ վեճ ունեն, որից հետո մշտապես խոսելով Հայաստանի Արտավազդի մասին ասում է հայ Արտավազդը, մար Արտավազդը։ Մենք գիտենք, որ գոնե 160 թվականից Մարաստանում արդեն արշակունիներն են, որը նշանակում է, որ Մարաստանի Արտավազդի մար կոչելը հակասում է ազգային պատկանելության։ Ավելի ճիշտ է ոսկու գին ունեցող Փլավդիոսի պնդումը, որ Արտավազդը իրականում ուներ հայկական ծագում։ Վաղարշակից հետո փաստորեն իշխանության գլուխ գալիս է նրա որդին Արշակը եւ Մովսես Խորենացու այն պնդումը, որ Արշակն է Պարթևներից խլել արքայից արքայի տիտղոսը, հաստատվում է նաեւ մեր նշած հայտնաբերված դրամներով։ Պարզվում է, որ 120 թվականից Քրիստոս առաջ 120 թվականից մինչև Քրիստոս առաջ 50 թվականը հայտնաբերված Պարթև արշակունների դրամների վրա բացակայում է արքայից արքա տիտղոսը, այսինքն նշանակում է, որ ոչ թե 95 թվականին Տիգրանի նստելուց հետո են Պարթևներից խլվել արքայից արքայի տիտղոսը, այլ ինչպես նշում է Մովսես Խորենացին, Տիգրանի պապի դեռևս Արշակի ժամանակ է, որ փաստորեն նրանցից խլվել է արքայից արքայի տիտղոսը։ Արշակին փոխարինել է Արտաշեսը, որին Մովսես Խորենացին կոչում է տիեզերակալ, նաև նշում է մի շարք աղբյուրներ, որոնք ցավոք սրտի, ինչպես ասենք հայ պատմագիտության աղբյուրներից շատերի հետ է պատահել, փաստորեն մեզ չեն հասել, բայց հայտնի է, որ այդպիսի պատմիչներ եղել են, որովհետև այդ պատմիչները այլ միջադեպերում մեջբերում են արվել, ինչպես ասենք ասորական, այնպես էլ հունահռոմեական պատմիչներից եւ այդ պատմիչների գործերը ոչնչացվել են միայն 10-րդ մոտավորապես 10-րդ դարից հետո եւ նշում է, որ Տիգրանի հայրը հռոմեացիներին դուրս է մղել ողջ Փոքր Ասիա թերակղզուց եւ փորձում էր անգամ արշավել դեպի Բալկանյան թերակղզի, սակայն երեկոյան ինչ որ միջադեպի ժամանակ զորահրամանատարների միջև ծագած արճակատման ժամանակ մահանում է եւ Տիգրան II ստիպված է լինում գնալ Փոքր Ասիա եւ զորքերին հետ բերել, նաև բերում է այն դիցերի, դիցուհիների արձանները, որոնք իր հայրը հավաքել էր, որպեսզի բերեր Հայաստան։
1905 թվականի նաև հետագայում հայտնաբերված դրամները, որոնք խիստ տարբերվում են պարթև արշակունիների դրամներից, որովհետև պարթև արշակունիները իրենց դրամներում մշտապես նայում են դեպի ձախ կողմ, իսկ հայ թագավորները, ինչպես ասենք Տիգրանը եւ նրանից առաջ թագավորներ, նաև նրանից հետո թագավորներ նայում են դեպի աջ, պարթև արշակունիները ունեն մարգարտաշար շրջանակի մեջ են, իսկ մեր մոտ ակուցված, նաև այն, որ պարթևական թագավորների մյուս երեսին պատկերվում է Արշակ մեծ հիմնադրի պատկերը, իսկ մեր մոտ պատկերվում է կամ Վահագնը գուրզը ձեռքին կամ հաղթանակի կամ Անահիտ Աստվածու պատկերը, նաև այն, որ մեր մոտ կա Մեհիագիր, իսկ պարթևների մոտ բացակն այս բոլորը ցույց է տալիս, որ իրականում մեզ հասել են Տիգրանից առաջ եւս 3 արքաների դրամներ, որը հաստատում է Մովսես Խորենացու հայտարարությունը, որ այդ թագավորները արշակունիներ են եւ փաստորեն արշակունիները հայոց գահին բազմել են արդեն Քրիստոսից առաջ 134 թվականին։ Շնորհակալություն պարոն Կարապետյան, սիրելիներս, այսօր այսքանը հիշեցնեմ, որ դուք դիտում եք Ազատ ձայն լրատվականի ձայն Արարատի հայագիտական հաղորդաշար։ Հաջողություն կհանդիպենք։